Բարև ձեզ, եթերում է հաջողության բանաձևը։ Այսօր սիրո տոնը եւ ես բացահայտելու եմ, թե ինչպես պետք է տոնել սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Իսկ ես փորձելու եմ հասկանալ, թե երիտասարդները որքանով են տեղյակ այդ ավանդույթների։ Սուրբ Սարգսի տոնը մեծ ժողովրդականություն ունի հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չունի, քանի որ ժամանակային կապի մեջ է մեծ Սպասի եւ Զատիկի օրերի տեղափոխությունների հետ։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 11-ին, ինչպես եւ անունից է հետևում, այն նվիրված է ժողովրդի շատ սիրած Սուրբ Սարգսին, որի անվան եւ պաշտպանմունքի շուրջ հայերի մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։ Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով եւ սկսվում էր Պասով։ Այս Պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաեւ աղանձ եւ փոխինձ, ինչպես նաեւ սրանցից պատրաստված խորտիկներ։ Սուրբ Սարգսի Պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքներ, այլև աշխատանքի որոշ տեսակներ, ինչպես նաեւ մարմնի խնամք։ Այդ օրերին արգելվում էր լվացք անել, գործ ունենալ բրդի, մազի հետ, գլուխ լվանալ, օճառ գործածել։ Ժողովրդական պատկերացումներով այդ ամենը բացատրվում է նրանով, որ Սուրբ Սարգիսը այդ օրերին շրջում է սարերում եւ հիշալ արգելքները խախտելու դեպքում Սուրբ Սարգիսը կենթարկվի զանազան վտանգների։ Պասը բացում էին մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղաղված փոխինձով։ Երիտասարդներն աղիբլիթ էին ուտում քնելուց առաջ, գիշերվա երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով։ Տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցված փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սուրբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները եւ որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սուրբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան բաց էին թողնում։ Առավոտյան գուշակությունները շարունակվում էին։ Սուրբ Սարգիսը համարվում է սիրահարների օժանդակող, եւ ողջ երիտասարդությունը սիրով ու հավատով հետևում էին նրա տոնի անհրաժեշտ արգելքներին ու ծեսերին։ Շատերը հավատում էին, որ գուցե այդ օրն էլ հանդիպեն իրենց երկրորդ կեսին։ Հնուց եկած ավանդույթի համաձայն այդ օրը երիտասարդ սիրահարները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիքներ էին նվիրում։ Մեր այս հաղորդման ընթացքում Տեր-Պետրոս Ավագահան Ամալյանի հետ զրուցելու ենք Սուրբ Սարգսի ավանդության մասին։ Բարև ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ։ Տեր-Պետրոս, կասեք, թե ինչպես սկսվեց Սուրբ Սարգսի ավանդությունը։ Նախ մինչև ավանդության անցնել ասեմ, որ Սուրբ Սարգիսը եւ Սուրբ Սարգսի վարքը իրականություն է, պատմական իրականություն եւ Սուրբ Սարգիսը պատմական դեմք է եղել։ Սուրբ Սարգիսը զորավար է եղել Հայաստանին կից Կապադոկիայում եւ Կոստանդիանոս մեծ կայսեր ժամանակաշրջանում ինքը ծառայել եւ քրիստոնյա զորավար է եղել։ Կոստանդիանոսի մահից հետո, երբ գահը վերցնում է Հուլիանոս ուրացողը, որը մեծ հալածանքներ է սկսում քրիստոնյաների դեմ, այդ ժամանակ Սուրբ Սարգիս զորավարը տեղափոխվում է Հայաստան, Տիրան թագավորի ժամանակաշրջանում եւ մի որ ժամանակ ծառայում է Հայաստանում։ Երբ լուր է հասնում, որ Հուլիանոս ուրացողը հարձակվում է Պարսկաստանի վրա, Տիրան թագավորի խորհրդով Սուրբ Սարգիսը տեղափոխվում է Պարսկաստան Շապու թագավորի մոտ ծառայելու։ Բայց այդ բոլոր ժամանակաշրջանում ինքը ոչ միայն զինվորական կյանքով էր ապրում, այլ նաև կարողանում էր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսը տարածել եկեղեցիներ էր կառուցում եւ Պարսկաստանում ինքը քաջագործություններ է կատարում, արժանանում են Շապուհի գնահատանքին, բայց պարտադրում է, որպեսզի ինքը ուրանա միաստվածությունը եւ ընդունի հեթանոսություն, հրաժարվում է Սուրբ Սարգիսը։ Սուրբ Սարգսի հետ լինում է իր մարտիրոս որդին եւ իր 14 զինվորները։ Պարտադրանքի համար Շապուհը մարտիրոս որդուն եւ այդ 14 զինվորներին սպանում է, մտածելով, որ դա առիթ կհանդիսանա, որպեսզի Սուրբ Սարգիսը հրաժարվի քրիստոնեությունից եւ բանտն է նետում, ոչինչ չի օգնում, իհարկե։ Սուրբ Սարգիսը հաստատ է մնում իր հավատքին։ Նոր դրանից հետո արդեն իրեն էլ են նահատակում Սուրբ Սարգսին։
Սուրբ Սարգիսը համաշխարհային ընդհանուր քրիստոնեական սուրբ է համարվում, մեզ մոտ Սուրբ Սարգիս, ռուսների մոտ Սվիտոյ Սերգի եւ այլն։ Եվ բայց մեր ժողովրդի համար շատ պաշտելի սուրբ է ինքը։ Շատ պաշտելի, մեր ժողովուրդը շատ է սիրում Սուրբ Սարգսին։ Եվ այդ ընթացքում մինչև այսօր, այդ ժամանակաշրջանից սկսած մինչև այսօր գեղեցիկ ավանդապատումներ, գեղեցիկ հյուսվածքներ եւ գեղեցիկ շարականներ են ստեղծել, երգեր են ստեղծել նվիրված Սուրբ Սարգսին։ Դրա ամենավառ ապացույցը, որ Սուրբ Սարգսի մասունքները Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը Պարսկաստանից բերում է մասունքները իր եւ ամփոփում է Կարբիում միտեղ, որտեղ կառուցվում է այ Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցի։ Այդքան մեծ պաշտամունք ենք մենք ունեցել Սուրբ Սարգսի հետ կապված։ Բայց այդ պաշտամունքը մինչև այսօր շարունակվում է եւ մենք բոլորս եւ ականատեսը եւ վկան մասնակիցն ենք դառնում ամեն տարի Սուրբ Սարգսի մեծ տոնակատարություններին։ Հատկապես երիտասարդների կողմից շատ սիրված սուրբ է եւ ամենայն հայոց կաթողիկոս Տեր Գարիգին II վեհապար հայրապետը տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հայտարարեց որպես երիտասարդների օրհնության օր։ Եվ շատ լավ ընդունվեց մեր ժողովրդի եւ մեր երիտասարդների կողմից։ Այդ օրերին ընդհանրապես հեռուստատեսությամբ մամուլի միջոցով մենք կարողանում ենք ներկայացնել եւ Սուրբ Սարգսի վարքը եւ Սուրբ Սարգսի բոլոր այն տոնակատարությունները, որ պատրաստում ենք մենք իրականացնել։ Կցանկանայի մի քանի պատմություններ լսել, որոնք փոխանցվել են դարեդար եւ այդ պատճառով էլ մարդիկ սկսել են Սուրբ Սարգսին համարել սիրո բարեխոս։ Ես կուզենայի, որ Սուրբ Սարգսին չառանձնացնենք, որ միայն սիրո բարեխոս է, ինքը նաեւ համընդհանուր սուրբ է եւ զորավար է եւ մենք ոչ միայն Սուրբ Սարգսին ընկալում ենք որպես միայն երիտասարդների կամ սիրահարների բարեխոս, այլ որպես քաջարի զինվորի։ Եվ պատահական չի, որ այդ օրերին Արարատյան հայրապետական թեմում կատարվում է նաև զինվորների մեծարման արարողություն։ Իսկ ինչ մնում է ավանդություններ, մի ավանդություն կա Աշուղ Ղարիբի հետ կապված, որ ինքը սիրահարում է մի մեծահարուստի աղջկա եւ պայման է դրվում իր առջև, որ ինքը պետք է այդ պայմանը իրականացնի որոշակի ժամկետի մեջ եւ ժամկետը լրանում է, ինքը արդեն համարյա չի հասցնում եւ դիմում է Սուրբ Սարգսի բարեխոսությանը, Սուրբ Սարգսի արագահաս ձիով իր սպիտակ, որը մաքրության եւ ազնության խորհրդանիշն է, կարողանում է Աշուղ Ղարիբին հասցնել եւ իր բարեխոսությամբ արագահաս հենց այդպես էլ դրա համար կոչում ենք, արագ կարողանում է արձագանքել այդ խնդրանքին եւ իր բարեխոսությամբ եւ իր ջանքերով կարողանում է հասցնել այդ երկու սիրող սրտերին միմյանց։ Դրա հետ կապված ամենալավագույն ավանդությունը, որ մեր եկեղեցին ոչ մերժում է, ոչ էլ քաջալերում է, արդեն մենք գիտենք, որ այդ Սուրբ Սարգսի տոնի նախորյակին երիտասարդները ակտիվանում են այդ աղիբլիթի հետ կապված։ Նախորդ օրը այս տարի Սուրբ Սարգսը մենք տոնում ենք փետրվարի 11-ին, ամսի 10-ի արդեն երեկոյան, լույս 11-ի գիշերը երիտասարդները այդ ընթացքում արդեն պատրաստում են աղիբլիթներ, ուտում են, որպեսզի կարողանան երազի միջոցով տեսնել իրենց ապագա ընտրյալին, փեսացուին կամ հարսնացուին։ Այստեղ էլ ասեմ, որ գեղեցիկ ավանդություն է, ազգային ավանդություն է, բայց դրա հիմքում եթե հավատք չունի մարդը, անհավատ մարդ է եւ միայն հույսը դրել այդ խմորի վրա, որը աղի խմոր է, կարծում ինքը ոչ մի արդյունք չի կարող ունենալ։ Նախարարչերտին հավատքով պետք է արվի այդ ամեն ինչ։ Ամեն գործ, եթե մենք հավատքով ենք անում, արդյունք ունենում ենք։ Իսկ եթե անհավատ ձևով ենք անում, զուտ որպես գործ ենք անում, կարող է արդյունք չունենանք եւ հաջողություն չունենանք։ Եկեղեցին ինչ ծիսակատարություններ է անում Սուրբ Սարգսի տոնին։ Արդեն 11 տարի է, 11-12 տարի է, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասար Սրբազանի օրհնությամբ, աջակցությամբ արդեն 11-12 տարի է, որ մեծ շուկով նշում է Սուրբ Սարգսի տոնը եւ կարծում այդ տոնը արժանի է մեծ շուկով նշելու։ Այս տարի նույնպես մեծ շուկով ենք նշելու, իսկ արդեն երկրորդ տարին է, որ
Սուրբ Սարգսի տոնակատարությունների մեջ մի նոր ծրագիր ավելացավ, զինվորների պարգևատրում։ Արդեն Արարատյան հայրապետական թեմը ունի մի շատ լավ ծրագիր, մենք մեր զինվորի կողքին ենք, արդեն 4-րդ տարին ենք իրականացնում այդ ծրագիրը, իսկ երկրորդ տարին է, որ զինվորների պարգևատրում է արվում։ Սիրով կուզեի ներկայացնել, որ հենց այսօր արդեն Սուրբ Սարգսի տոնի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Վեհափար հայրապետի տնօրինությամբ եւ թույլտվությամբ դուրս բերեցինք Սուրբ Սարգսի մասունքակիր աչը եւ արդեն Սուրբ Սարգիս եկեղեցում է, առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցում է եւ առավոտյան նաեւ Մատենանը դարանից բերեցինք մի ձեռագիր ավետարան, որը հենց գրվել է առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցում 17-րդ դարի վերջում Ավետիս Տպիրի կողմից։ Այդ երկու սրբությունները այժմ գտնվում են առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցում եւ այս պահին էլ արդեն Սուրբ Պատարագ է ընթանում եկեղեցում։ Մեր հավատացյալները կարող են մինչև երեկոյան ժամի 5-ը այցելել եկեղեցի եւ հաղորդակից լինել այդ սրբություններին։ Բայց Սուրբ Պատարագից հետո արդեն առաջնորդանի դահլիճում կլինի շնորհաբաշխում եւ պարգևատրում զինվորների 20 զինվորների ցանկ է տվել Պաշտպանության նախարարությունը մեզ այս տարի։ Նրանք այն զինվորներն են, ովքեր որ այսօր էլ ծառայության մեջ են, իրենց սխրանքներով արժանացել են Պաշտպանության նախարարության գնահատանքին եւ այսօր էլ իրենք սահմանում կանգնած են, մեր հենց առաջնագծում են կանգնած։ Եվ որպես խրախուսանք մեր սրբազանի կողմից, Նավասար սրբազանի կողմից իրենք կարժանանան թանկարժեք կախազարդերի, որոնք խորհրդանշում են հենց Սուրբ Սարգսին։ Առաջինը մենք անցած տարի արեցինք։ Միջոցառմանը ներկայ է լինելու Հայաստանի Հանրապետության նախագահան, Պաշտպանության նախարարը եւ տարբեր պաշտոնյաներ։ Այդ շնորհաբաշխումից հետո կսկսվի ամենակարևոր միջոցառումը այսօր ժամը 14:30-ին, այսինքն ժամը 2:30 ցերեկը սկսվելու է մեծ խաչերթ։ 4-րդ տարին է, որ մենք այդ խաչերթը ավելի մեծացրեցինք եւ սկսում ենք առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից Սուրբ Սարգսին մարմնավորող ձիավորով, թմբկահարներով, խաչվառներով, որոնք դրոշներ են համարվում, հաղթական դրոշներ են համարվում մեր Սուրբ եկեղեցիների, դպրաց դասի, քահանաների թափորով եւ սրբազանի առաջնորդությամբ Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով մենք կբարձրանանք դեպի Սիրահարների կամ Պողոսյան այգիներ, որտեղ շատ մեծ գեղեցիկ համերգ տեղի կունենա։ Ես սիրով հրավիրում եմ մեր հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, որ կան մասնակից լինեն ժամը 2:30 առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցուց։ Շատ գեղեցիկ համերգ է լինելու, այս տարի բացառիկ համերգ է լինելու, նվերներ են լինելու, անակնկալներ են լինելու, իսկ անակնկալները կարծում պետք չի բացել, թող կան մեր ժողովրդի ենք վայելեն։ Իսկ երիտասարդները ինչպիսի մասնակցություն են ունենում այդ ծիսակատարություններին։ Մեծ մասնակցություն ունեն մեր երիտասարդները, հիմնականում երիտասարդների մասնակցությունը հենց սկսվում է առավոտյան պատարագի ընթացքում։ Իհարկե նախորդող օրերին էլ մեր երիտասարդները շատ ակտիվ են, տարբեր գործունեություն են իրականացնում, իրենց հոգևոր հովների հետ այցելում են Սուրբ Սարգսի տոնի առիթով հիվանդանոցներ, զինվորական հոսպիտալներ, հաոտներ են անում, մասնակից են լինում, զրուցում են մեր զինվորների հետ։ Տարբեր ծրագրեր ունենք, հագեցած ծրագիր ունենք։ Իսկ այսօր արդեն առավոտվանից մեր երիտասարդները եկեղեցում են գտնվում, թափոր են կազմում, դիմավորում են սրբություններին եւ ամբողջ պատարագի ընթացքում իրենք մասնակից են լինում, բայց պատարագից հետո իրենք կազմակերպիչներ են համարում այդ գեղեցիկ երթի, որը պետք է տեղի ունենա այսօր ժամը 14:30-ին։ Հիմնականում իրենց ուսերի վրա է այդ ամբողջ կազմակերպչական աշխատանքը։ Իհարկե համագործակցություն ունենք տարբեր երիտասարդական կառույցների հետ, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության ակադեմիայի հետ, իրենց ուսանողներն են մասնակից լինում Սուրբ Սարգսի այս տոնակատարություններին, երիտասարդական տարբեր հասարակական կազմակերպություններ, մեր սկաուտներ են մասնակցում, նաև մեր թեմի, իսկ մեր թեմը Երևանն է եւ Արարատի մարզը, թեմի բոլոր համայնքները
պարտադիր իրենց երիտասարդներով եւ համայնքներով եւ ծխական խորհուրդներով մասնակից են լինում այդ տոնակատարություններին։ Իսկ ինչպես պետք է երիտասարդները ճիշտ տոնեն այս օրը, եթե հաշվի առնենք աղի բլիթը եւ երեկոյան փոխին են դնում, չէ՞։ Այդ գեղեցիկ ավանդությունների սովորությունների մեջ կա նաեւ հենց ձեր նշածը, որ ըստ ավանդության այդ օրը տանտիրուհիները, նաեւ երիտասարդները ափսեով փոխին կամ ալյուր են դնում տանիքներին, պատշգամբներին, որպեսզի Սուրբ Սարգիսը գա եւ իր ձյու պայտով հետք թողնի փոխինդի կամ ալյուրի վրա։ Դա էլ արդեն նշան էր, որ Սուրբ Սարգիսը նաեւ այդ օրը այդտեղ է եւ իրենց բարեխոսությունը կարելի ասել մի տեսակ ընդունել է։ Կա այդ գեղեցիկ սովորություն, որ մինչև այսօր պահպանվում է շատ ընտանիքներում եւ կարծում եմ, որ այդ գեղեցիկ ավանդություններն ու սովորությունները, որոնք հասել են մինչև մեր օրերը, դժբախտաբար 70 ու ավել այդ խորհրդային տարիներին շատ բան մոռացվեց, ի պատիվ մեր թեմի երիտասարդների մենք կարողացանք շատ բան վերհանել։ Կապված Սուրբ Սարգսի հետ, Սուրբ Սարգսի տոնի հետ, կապված Տյառընդառաջի, կապված բարեկենդանի, բուն բարեկենդանի, միջինքի, համբարձման տոնի, վարդավառի, չգիտեմ Սուրբ Խաչի եւ այլ շատ տոներ ունենք, մեր երիտասարդները կարողացան այդ ազգային սովորությունները վերհանել։ Մենք չենք կարող կտրվել մեր ազգային սովորություններից, մենք ազգային եկեղեցի ենք եւ փառք ու պատիվ խոնարհում Վրամշապու թագավորին, Սուրբ Սահակ հայրապետին, նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, որոնց ջանքերով ստեղծվեց հայոց գրերը եւ թարգմանվեց Աստվածաշունչը եւ ազգայնացվեց մեր եկեղեցին, քրիստոնեական հավատքը մեզ համար հասկանալի դարձավ։ Եվ դրանց շարունակական մասնիկն են համարում նաև ժողովրդական սովորությունները։ Մենք այդ սովորությունների մենք պետականություն չենք ունեցել։ Եվ պետականությանը փոխարինել է եկեղեցին նաև մեր ազգային սովորությունները։ Մեր ինքնությունը մենք չենք կորցրել հենց այդ սովորությունների շնորհիվ։ Նշեցիք երազների մասին, իսկ այդ երազներին պետք է հավատալ, թե ոչ։ Մենք որպես քրիստոնյաներ երազների չենք հավատում։ Երազը դա ենթագիտակցության արդյունք է։ Բայց հավատք ունենալու միջոցով, հավատքի շնորհիվ մարդիկ եթե երազ են տեսնում, ասում այսա հավատքը շատ կարևոր, ոչ թե այդ աղի բլիթը կամ չգիտեմ։ Այսինքն պետք չէ ուսահատվել, եթե ոչ ոքի չես տեսնում երազ։ Աղոթքով եթե արվի, հավատքով արվի, կարծում եմ աստվածային հրաշք կարող է տեղի ունենալ։ Երբեք մի կորցրեք ձեր հույսը եւ մշտապես հավատացեք Սուրբ Սարգսի բարեխոսությանը։ Բարև ձեզ։ Կասեք դուք Սուրբ Սարգսի տոնից տեղյակ եք։ Չէ, ճիշտ ասած։ Ընդհանրապես։ Չէ, չգիտեմ։ Ասեմ, որ դա սիրո տոնն է համարվում, այսինքն խոստովանություններ են անում։ Կա ինչ որ մեկը ում կուզենաք խոստովանեք ձեր սերը։ Հա, իմ ամուսինը։ Ես իրեն շատ սիրում եմ ու ինքը երևի թե դա գիտի։ Ինչ ձև են պատրաստվում Սուրբ Սարգսի տոնին։ Ինչ որ դրսում պետքա ինչ որ չգիտեմ ալյուր են դնում, հա, որ ձին պետքա անցնի ոտքի հետքերը վրան երևա։ Իսկ փորձել եք դուք։ Ոչ։ Կասեք որքանով եք տեղյակ Սուրբ Սարգսի տոնից։ Այնքանով որ եղել է Սուրբ Զորավար եւ սիրահարների բարեխոսը, խորհրդանիշը սիրահարների տոնը իրենով, այո։ Իսկ ավանդույթներից տեղյակ եք։ Ավանդույթներից աղի բլիթը Կերել եք։ Չէ, ճիշտ ասած, բայց այս տարի պատրաստվում եմ։ Աղի բլիթ են ուտում նախորդող գիշերը, աղջիկները, տղաները, չամուսնացած։ Ու ըստ ավանդույթի պետքա իրենց սիրած տղային կամ աղջիկան տեսնեն, որի հետ պետք է ամուսնանան, էլի։ Իսկ բացի աղի բլիթից ուրիշ ինչ են անում։ Նաև կա ավանդույթ, որ ինչ որ ալյուր կամ ինչ որ բան են դնում տանիքին, եթե Սուրբ Սարգիսի ձիու ոտնա հետ կմնա, այդ տարի տվյալ տանից պետք է ինչ որ մեկը ամուսնանա։ Կասեք ինչ է կանում Սուրբ Սարգսի տոնին։ Ճիշտն ասած սովորում ենք։ Եթե սիրահար են գնում են եկեղեցի, բայց մենք դեռևս ոչ մի բան այդ օրը
Ու աղի բլիթներն են ուտում գիշերը։ Դուք պաստորեն ուսումն եք սիրում։ Այո։ Կարելի է ուսմանը ծեր արտահայտել, ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ, այո։ Կասեք։ Գիշերը աղի բլիթն ենք ուտում, քնում ենք ու տեսնում ենք մեր ուսումը։ I love you all. 恭喜发财！恭喜发财，生日快乐！今日人日。 Chinese New Year，恭喜发财！ Սուրբ էր, որը միավորել է երկու սիրող սրտերի եւ դրանով մտել է մեր պատմության մեջ։ Այո, լսել եմ աղի բլիթ ենք ուտում եւ տատիկիս ռեցեպտով այսպես ասած ամբողջ օրը ոչինչ չենք ուտում ենք այդ աղի բլիթը, քնում ենք եւ մեր երազում տեսնում ենք մեր, չգիտեմ, երազանքների տղային կամ տատիկս ասում էր, ով որ երազում քեզ ջուր կտա, նա էլ կլինի քո ընտրյալը եւ այլն։ Միայն սիրահարներին կմաղթեմ ամուր ու երջանկություն։ Շերվա 12-ին աղի փիլետ ուտում եւ դենց երազի մեջ տեսնում են դենց ասվում։ Իսկ դուք փորձել եք աղի բլիթ։ Այո։ Աղի էր։ Չէ, նորմալ է։ Տեսել եք ինչ որ մեկին։ Չէ։ मैं तुमसे प्यार करता हूँ। Եթե բռնեք կպատասխանեմ ձեր հարցերին։ Ծանրությունից կներեք, էլի ձերքը շատ է ցավում։ Ոնց եք այսքան տարել։ Կա անձնավորություն, ում կցանկանաք ձեր սիրո խոստովանությունը անել։ Անշուշտ։ Կասեք։ Անձը, որը միշտ իմ հոգում է, բնականաբար մաղթում եմ սիրո ապրումների գեղեցկություն եւ միշտ շարունակականություն, որովհետեւ առանց այդ զգացմունքի դժվար թե կյանքը գեղեցիկ ու բովանդակալից լինի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կասեք Սուրբ Սարգսի տոնից ինչքանով եք տեղյակ։ Ընդհանրապես տեղյակ չեմ։ Ես ասեմ դա ինչի հետ է կապված, ընդհանրապես սիրո բարեխոսն է Սուրբ Սարգիսը, երբ որ սիրող սրտեր է միացնում։ Իսկ դուք սիրած էակ ունեք։ Չէ, ես տեսակով կարիերիստ եմ, ինձ չի հետաքրքրում։ Կարիերային եք սիրում։ Այո։ Ձեր սիրո խոստովանությունը կարիերային կանեք, որ խնդրեմ։ Ես սիրում եմ թատրոնը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ցանկանում եմ որ ինքը ինձ անի այդ խոստովանությունը, ես հետո նոր կանեմ։ Ինչ տեսքով։ Ինչ բառերով կուզեք որ անի։ Դե չեմ պատկերացնում այդքան։ Սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ առանց որևէ պատճառի, առանց որևէ ակնկալիքի։ Սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ։ Ասում են գեղեցկությունը կփրկի աշխարհը։ Վստահ եմ, որ աշխարհը փրկելու է սերը։ Սիրում եմ քեզ։ Ես քեզ սիրում եմ։ Ես քեզ սիրում եմ։ Սիրում եմ ու կսիրեմ քեզ։ Սիրում եմ քեզ։ Սիրում եմ անսահման։ Ես քեզ սիրում եմ։ Քեզ շատ եմ սիրում։ Սիրում եմ քեզ։ Իմ սիրտը հիմա եւ միշտ պատկանում է քեզ։ Սիրում եմ քեզ։ Սուրբ Սարգսի տոնի արդիվ ցանկանում եմ իմ սիրո խոստովանությունը անել Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայող յուրաքանչյուր զինվորին։ Առանց սիրո ոչ ոք հաջողության հասնել չի կարող։ Գտեք ձեր սիրո հաջողության բանաձևը։